Ժողովրդյան Աստծո օգին այսպիսի մի շատ հրաշալի սաղմոս ունի նրանց համար, ովքեր պարծենում են իրանց չարությունով, ովքեր պարծենում են իրանց հարստությունով, ոչ թե Աստծով, իրանց պարծանքը, իրանց պարտությունը ոչ թե Հիսուս Քրիստոսն է, ոչ թե Աստված է, այլ իրանց չար գործերն է, եւ չար գործերի հետևանքն ու պտուղը իրանց ձեռք բերած հարստությունն է, իրանց զորությունը, որ իրենց հարստությունն է, եւ իրանց փառքը, իրանց հարստությունն է, որ իրանք ապավինում են հարստությանը, ոչ թե Քրիստոսին, ոչ թե իրական կենդանի Աստծուն, որ ինքն է հարստություն տալիս կամ աղքատություն մարդուն, հասկանում եք, բայց առանց Աստծու մարդը կարա չար ճանապարհներով հարստություն ձեռք բերալ։ 52-րդ Սաղմոսն ասում է. Ինչ ես պարծենում չարությունով, ով բռնավոր, Աստծո ողորմությունն ամեն օր կա, քո լեզուն չարություն է հնարում, ինչպես սուր ածելի նենգություն է գործում, նենգություն է խոսում, նենգություն է գործում, դու չարն ավելի է սիրում, քան թե բարին, սուտը ավելի, քան թե ճշմարտության խոսքը, դու ամեն կորուս բերող խոսք եւ նենգավոր լեզուն ես սիրում, Աստված էլ կկործանե քեզ հավիտյան, կխլե եւ կհանե քեզ քո բնակարանիցը եւ քո արմատը կենթանած երկրիցը եւ արթաները կտեսնեն եւ կվախենան եւ նրա վրա կծիծաղեն ահա այն մարդը որ Աստծուն իրան զորություն չարավ այլ իր մեծ հարստությանը հուսացավ եւ իր չարությունով զորացավ մարդ կա որ ոչ թե Աստծուն է ապավինում Աստծով է հարուստ այլ Աստվածը իր զորությունը այլ իր չարությունով է զորանում իր հարստությանն է հուսում հուսացած լինում հասկանում եք առանց Աստծու բայց ես կանաչացած ձիթենների նման եմ Աստծո տանը ես Աստծո ողորմությանն եմ հուսացած հավիտյանս հավիտյանից փառքես Տեր ես քեզ պիտի գովեմ հավիտյան որ դու այս արիր եւ քո անունից սպասեմ որտեղ բարի է քո սուրբերի առաջին գովալ քեզ փառտալ քեզ եւ սпасել փառավոր Տիրոջը ժողովուրդ ջան օրհնում եմ ձեզ եղեք օրհնված ճանաչենք Աստծուն նրա ճանապարհները նրա գործերը կատարենք Տիրոջ կամքը ժողովուրդ